Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված 6 քաղաքացիներից 4-ը նույն ընտանիքի անդամներ են Ջրարատ գյուղից։ Գյուղապետ Սևակ Խաչատրյանի փոխանցմամբ մահացածների թվում են 31-ամյա երիտասարդը, նրա մայրը, կինը եւ երեխաները։ Ըստ նախնական տվյալների BMW եւ Opel Magnishi մեքենաները բախվել են դեմ դիմաց, ինչից հետո BMW-ն գլորվել է ձորը։ Վթարից հետո հոսպիտալացված 5 երեխաներից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուս 3-ին տեղափոխել են Երևանի բուժհաստատություններ։ Մյուս տուժածների առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր կամ ծայրահեղ ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Անցած գիշեր արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 3:50-ի սահմանում ոստիկանության բարեկային ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Թբիլիսյան խճուղում դեպի Աճարյան փողոց տանող հատվածում BMW Magnishi ավտոմեքենան բախվել է բետոնե եզրաքարերին, անցել դրանց վրայով, հայտնվել կանաչ խոտածածկին եւ բախվել հաստաբուն ծառին։ Ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, մասերն էլ թափթփվել են դեպքի վայրում, վարել է 15-ամյա աղջիկ։ Նրան տեղափոխել են Երևանի բուժկենտրոններից մեկը։ Դեպքին ականատես քաղաքացիները, որոնք առաջինն են օգնության հասել անչափահաս աղջկան, պատմել են, որ նրա խոսքով ինքը դիտավորյալ է վթարի ենթարկել մեքենան, քանի որ ընկերոջ մերժումից հետո ցանկացել է ինքնասպանություն գործել։ Դատախազությունը մերժել է Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու հրատապ միջնորդությունը։ Փաստաբաններ Արամ Վարդևանյանի եւ Հակոբ Կուրեղյանի դիմումը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ, թեև փաստաբաններն ահազանգում են երիտասարդի առողջական խնդիրների եւ բանտում գիտակցության բազմակի կորստի մասին։ Վարչապետի թիկնապահի հարվածից նա գանգուղեղի վնասվածք է ստացել։ Հիշեցնենք, որ դպրոցականը կալանավորվել է մարտի 29-ին եկեղեցում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո խուլիգանության եւ պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու մեղադրանքով։ Չնայած առողջական վատթարացմանը եւ հիվանդանոց տեղափոխվելուն դատախազությունը նպատակահարմար չի գտել փոխել կալանքը։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը եւ Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Դաշնության նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Ընդգծվել է առևտրատնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ ինտեգրացիոն միավորումների շրջանակում ակտիվ գործակցության կարեւորությունը։ Օրակարգում են եղել նաեւ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի հաստատմանն ու տնտեսական զարգացմանն առնչվող տարածաշրջանային հարցեր։ Մտքեր են փոխանակվել 3 գումարած 3 տարածաշրջանային հարթակի գործունեության շարունակման վերաբերյալ։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։ Ադրբեջանում ընթանում են մարտավարական զորավարժություններ մարտական հրաձգությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ վարժանքներին հետևել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ այլ զինվորականներ։ Հիմնական նպատակը զինծառայողների մասնագիտական մակարդակի բարձրացումն է, համապատասխան նոր օպերատիվ հայեցակարգին։ Նախկինում հայտնի էր դարձել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հեյդար Ալիև 2026 անվանումով Կարս քաղաքում։ Զորավարժությունները տեղի են ունենում համատեղ գործողությունների մշակման, գործողությունների համակարգման նպատակով։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակներում ապրիլի 10-ից 12-ը Բաքվում կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ հաջորդ կլոր սեղանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հանդիպման օրակարգում ներառված են խաղաղության գործընթացի ներկա վիճակի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի քննարկումները։ Առանձին նիստեր կնվիրվեն հասարակական մակարդակում խաղաղության խթանմանը եւ խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության ամրապնդմանը։ Մասնակիցների կազմերը կարծես անփոփոխ են։ Հայկական կողմից մասնակցում են Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Ստեփան Գրիգորյանը եւ ուրիշներ։ Հայաստանի դատարաններն անվավեր են ճանաչել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մի շարք աշխատակիցների ազատման վերաբերյալ Ռոմանոս Պետրոսյանի հրամանները։ Հետվերահսկողական կոմիտեի տեղեկացմամբ շուրջ 3 տասնյակ աշխատակիցների մասով կայացված այս որոշումների արդյունքում բռնագանձման ենթակա գումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների։ Հայտարարության մեջ նշվում է, որ սա ուղիղ վնաս է հասցնում սեփականատերերին, քանի որ տաշիր ընկերությունների խումբն արդեն իսկ սեփական միջոցներից է ֆինանսավորում աշխատավարձային ֆոնդի զգալի մասը։ Կոմիտեն շեշտում է, որ իշխող կուսակցության ներկայացուցիչը նախընտրական PR է անում ընկերության հաշվին առանց սեփականատերերի հետ համաձայնեցնելու։ Ըստ հաղորդագրության այս գործողությունները վկայում են հեծը կոնկրետ քաղաքական նպատակների ծառայեցնելու մասին։
Իրավապահ մարմինները չեն հստակեցնում, արդյոք տնային կալանքի տակ գտնվող ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ տեսաուղերձով։ Գլխավոր դատախազությունից նշել են, որ կոնկրետ քրեական վարույթներից դուրս իրավական գնահատականներ չեն տալիս։ Ըստ փաստաբան Արամ Վարդապետյանի, թեև Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է, սակայն տեսաձայնային ուղերձների հնարավորությունը իրավական ձևակերպում չունի։ Պաշտպանական կողմը հարցումներ էր ուղարկել քննչական մարմնին եւ դատախազին, սակայն քննիչի պատասխանը ըստ փաստաբանի համարժեք է եղել մերժմանը։ Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվում է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը։ Հայաստանի 3 ներկայացուցիչ արդեն դուրս է եկել եզրափակիչ։ Նժույգ թափեր վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը։ Օղակների վարժության որակավորման փուլը հաղթահարել է Արտուր Ավետիսյանը։ Արտուր Դավթյանն այսօր կմասնակցի հենացատկի որակավորման փուլին։ Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։ Կանադայի Քվեբեկ քաղաքում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկը 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել չիլիացի Ֆրանկո Ֆիլգեյրային։ Պրոֆեսիոնալ կարիերայում իսրայելյանն իր բոլոր մենամարտերն ավարտել է հաղթանակով, 3-ը նոկաուտով։ Հայաստանի հավաքականի նախկին անդամը 2025 թվականից հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում եւ այժմ ներկայացնում է կանադական պրոմոութենական ընկերությունը։